Դիտորդները չեն բացառում, որ ևս մեկ մրցույթ կանցկացվի Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի ընտրության համար, քանի որ նախորդ արդեն երկրորդ անգամ անցկացված մրցույթը ևս անցել է բազմաթիվ խախտումներով։ Այս մասին այսօր Ազատության հարցինի պատասխան ասաց թեկնածուների ընտրություններին հետևող Իրավունքի Եվրոպակազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը, տեղեկացնելով, որ իրենք խախտումների մասին զեկույց են ուղարկել Եվրոպայի խորհուրդ։ Խնդրել ենք որևէ կերպ չթույլատրել Կոնվենցիայի 21-րդ հոդվածի առաջին մասին չհամապատասխանող որակական չափանիշներով թեկնածուների ներկայանալ կոմիտե։ Այսինքն չեք բացառում, որ երրորդ մրցույթը կայացվի։ Ավելին, միջազգային մակարդակում արդեն իսկ կա հետաքրքիր դիսկուրս եւ կան արդեն իսկ հետաքրքիր հրապարակումներ եւ կանխատեսումներ միջազգային իրավունքի ոլորտի մասնագետների կողմից, որոնք ազդարարում են, որ ամենայն հավանականությամբ այս ցուցակները ևս կմերժվեն։ Խոսելով մրցույթի ժամանակ տեղի ունեցած խախտումների մասին, դիտորդ Լուսինե Հակոբյանը վստահեցրեց, որ հանձնաժողովը իրենց հնարավորություն չի տվել ծանոթանալ մրցութային նյութերին, որոնց միջոցով հնարավոր կլիներ հասկանալ, արդյոք տեխնացուները բավարարում են անհրաժեշտ չափորոշիչներին եւ պահանջներին։ Հակոբյանը պնդում է, թափանցիկության պակասը ԵԽԽՎ-ի չափանիշներով արդեն իսկ լուրջ խախտում է։ Մրցութային հանձնաժողովի կազմն արդեն վկայում էր, որ հնարավոր չէր լինելու կազմակերպել արդար, թափանցիկ, հանրության համար վստահելի մրցույթ։ Գործընկերոջ միտքը շարունակեց դիտորդ Մուշեղ Շուշանյանը, ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ հանձնաժողովի 9 անդամներից 8-ը քաղաքականապես չեզոք չեն։ Հանձնաժողովի նպատակը ոչ թե արդարացի եւ թափանցիկ մրցույթի անցկացումն է եղել, այլ ընդամենը որևէ կերպ թույլ չտալը, որ հաղթող ճանաչված անձանց ցուցակում հայտնվեն կառավարության կողմից չվերահսկվող եւ անկախ թեկնածուներ։ Դիտորդական առաքելություն իրականացնող Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանն էլ պնդեց, թե հանձնաժողովի անդամների հարցերի միջոցով հնարավոր չի եղել պարզել թեկնածուների անձնական հատկանիշները, ինչը չափազանց կարևոր հանգամանք է։ Չեն հնչել խորքային հարցեր մասնագիտական գիտելիքները ստուգելու համար, իսկ լեզվի իմացության ստուգումը հնարավոր չի եղել վերահսկել, քանզի դիտորդներին հնարավորություն չի տրվել ստուգել թեկնածուների գրավոր թարգմանությունները, ասաց Սահակյանը։ Չբացահայտվեց նույնիսկ, թե յուրաքանչյուր չափորոշիչով որքան է գնահատվել այդ տեխնացուն, որպեսզի մենք կարողանանք հասկանալ, թե արդյոք դա ճիշտ էր, այսինքն սա արդեն իսկ խոսում է նրա մասին, որ զուտ ձևական բնույթ է կրել այդ եւ հարցազրույցի փուլը եւ հետո արդեն գնահատման փուլը։ Դիտորդները պնդում են, միեդում Հայաստանի դատավորի մրցույթը ձևական էր։ Այդ դեպքում ինչ կփոխի հերթական մրցույթը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրորդ անգամ ևս մրցույթին մասնակցեցին գրեթե նույն թեկնածուները, չի փոխվում նաև հանձնաժողովի կազմը։ Տիգրան Եգորյանը վստահ է, որ տեխնածուների շարքում կան արժանիները, մնում է, որ քաղաքական կամք դրսևորվի։ Եթե ոչ, ապա հնարավոր է նաև 4-րդ մրցույթը, հնարավոր է նաև 5-րդ մրցույթը, ինչը չափազանց անպատվաբեր է մեր երկրի համար։ Եվ եթե այս հանձնաժողովը եւ այն իշխանությունները, ովքեր այս ամենը հանդուրժում են, չեն հասկանում սա, մեր երկրին հասցված հեղինակության առաջին հարվածը հենց իրենք են հասցնում։